Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ Շփումն է։ Դե ինչ, նախ եւ առաջ սկսենք այնպիսի նորություններից, որոնք երբեք չեն հեռարձակվելու Սերժ Քոչարյանական կլանի պատկանող հեռուստաեթերներից կամ նրանց կայքերում երբեք չեն տեղադրվելու այս նյութերը, նմանատիպ նյութերը։ Մենք արդեն ժամանակ առ ժամանակ իհարկե անդրադառնում ենք, փորձում ենք լուսաբանել, բայց դա հասարակության մի շերտի հասու չէ, որովհետև կա մի շերտ, որ առավոտից երեկո նստած է որոշ կանալների առաջ ու իր ուղեղն է թույլ տալիս, որպեսզի լվանան։ Ամեն դեպքում թողնենք մեր հասարակության այդ հատվածին հանգիստ ու ներկայացնեմ ձեզ։ Այսպեսի մի վերնագրով նյութ աչքովս ընկավ, Ձերժավայի Արկադիից կբռնագանձվի 8 գույք, 5 մեքենա, 5.5 միլիարդ դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը 25 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Ժողովուրդ ջան, հիմա տեսեք, մինչև ձեզ համար ընթերցեմ թե խոսքը ինչ գույքերի մասին է։ Նրանք, ովքեր չեն առնչվել երբեք դատարանների հետ, երևի կարծում են, որ այ հիմա է սա տեղի ունենում ու շատ հեշտությամբ կարող են նաև ընկնել ազդեցության տակ այն մի խոսույթից, որ ասում են, ընտրությունները դրա համար արվում։ Ոչ, արվել է աշխատանք, քննչականում գնացել է դատախազությունում հիմա գնացել է հակակոռուպցիոն, սա երկար ժամանակահատված է։ Ընդ որում, եթե նայենք ինչքան գործերի մեջ արդեն կհասկանաք, որ առհասարակ ընտրությունների հետ կապ չունի, բայց օրինակ Գյումրիում կարողացան համոզել սրա հետ կապված, արդեն դատախազությունը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության, մեր բոլորիս պետության, բռնագանձել 8 անշարժ գույք Երևանում, 5 տրանսպորտային միջոց, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 8 իրավաբանական անձանցում մասնակցություն, 1 միլիարդ 130 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք, 463 միլիոն 146 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 3 միլիարդ 980 միլիոն 483 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Խոսքը հանրապետական կուսակցության երբեմնի նախագահի անդամի մասին է, ով աշխատել է պատգամավոր համատեղության կարգով, աշխատել է պատգամավոր ոչ թե մեզ համար, այլ իր համար։ Եվ երբ որ ասում է պիտի հոգուտ առհասարակ նման նյութերով կարծեք, եկեք մի փոքր խորանանք։ Ինչ է նշանակում բռնագանձել հոգուտ Հայաստանի Հանրապետություն, որովհետև պարզվում է գողացվել է Հայաստանի Հանրապետությունից եւ պիտի հետ վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Այսպիսի գողությունները, այս գողու ավազակ խմբակցությունները ինչ որ դուրս եկած փողոցներում հայրենասիրական ճառեր են կարտում եւ ցավոք սրտի սրանց հավատացողներ կան։ Մյուսը սա միակ նորությունը չի նմանատիպ։ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից, ով նույնպես հանրապետական է, բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 6 միլիարդ դրամ։ Կուզեի Մամիջանյանի ելույթը լսել այս երկու դեպքերի առնչությամբ Ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից։ Իհարկե նա դուրս կգա ու իրեն սենց միայն հասու այդ մոնոտոն ձայնով ու սենց աչքերի սենց խաղով կփորձի բացատրել, որ իրեն քաղաքական հետապնդումների են ենթարկվում։ Այնինչ հասարակությունը, եթե բողոք ունի իշխանություններից, դա հենց առաջինն այնա, որ մինչև հիմից ազատության մեջ են կամ չգիտեմ ինչ։ Հակակոռուպցիոն դատարանը 25 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող
գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից եւ նրան փոխկապակցած անձածից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք Երևանում, 6 անշարժ գույք Ավշար գյուղում, 2 անշարժ գույք Ծաղկաձորում, 1 անշարժ գույք Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք Արարատում, 1 կառուցապատման իրավունք, 1 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան 6 միլիարդ 76 միլիոն դրամ։ Ահա մոտավորապես որտեղ արենք են թաքնված այն զենքերը, որով պիտի մարդ տնչեինք, որտեղ է թաքնված մեր բոլորիս բարեկեցությունը, որտեղ է թաքնված ծերերի թոշակները, որտեղ է թաքնված խոցելի խավի օգնությունները եւ այլն եւ այսպես շարունակ։ Խոսքը օրինակ, հա, այս պարագայում ես բան ասեմ, ժողովուրդ ջան։ Արայիկ Գրիգորյան, անուն ազգանունով, ով պատգամավոր է եղել, ճանաչում եք։ Եթե նկարը չտեսնեք, չնայած նկարն էլ տեսնեք կարող է չճանաչեք, է։ Սա այսինքն դեռ այն պատգամավորներն են, ովքեր սկի չեն էլ երևացել ազգային ժողովում, մեր տեսադաշտում չեն էլ եղել։ Բայց անգամ այս մարդիկ գողացել են Հայաստանի Հանրապետությունից։ Ու գողացել են տեսեք ինչեր։ Մի ընկեր ուներ Միացյալ Նահանգներից, մի 2-3 տարի առաջ շփվում ենք, ասում գնել ջան, դու պատկերացնում ես այդքան միլիարդ, որ ասում ես գողացել են, էդի ինչ գումար է։ Օրինակ 1 միլիարդ դոլարը, գիտես էդ ինչքան փող է։ Հա, պատկերացնում եմ։ Ու տես մի քանի միլիարդ դոլար գողացել են։ Խնդրեմ, եթե շարքային անհայտ պատգամավոր մենակ դրամական միջոցները 150 միլիոն դոլար են անում, 150 միլիոն դոլար։ Ես չեմ խոսում այսքան գույքը։ Ինչի՞ վրա եք զարմանում։ Մեկը ում ոչ ոք չի ճանաչում։ Այս սրա համար էին դառնում պատգամավորներ։ Եվ հիմի այս ամեն ինչը պահելու համար են դուրս գալիս տարբեր շարժումներ, տարբեր փրկության չգիտեմ ինչեր։ Եվ հույս ունեն, որ հասարակությունը ում կրթությունը նույնպես խլել են իրենց ձեռքերից, որովհետև այս գումարների մեջ մտնում է կրթական ծրագրեր, չիրականացված, մշակութային չիրականացված ծրագրեր, եւ այլն, եւ այսպես շարունակ է, որը որ հասարակությանը դեգրադացրել է, կներեք ժողովուրդ ջան, ես ձեր հետ, ես չեմ առանձնացնում, գիտեք, ես ժողովրդի մարդ եմ։ Շարքային քաղաքացիով լավ հաղորդում է վարում։ Հասարակական գործունեություն է ցավալում, բայց չունի քաղաքական որևիցե բան։ Ու հույս ունեն, որ կհավատացնեն, որովհետև իրենք են դեգրադացրել, իրանք չգիտեն ինչի վրա կարելի է հույս ունենալ, ինչի վրա չէ։ Մոտավորապես այդպես։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի մենք միասին մի հատ թեթև անդրադառնանք, թեթև, եթե կարելի է դա այդպես անվանել, Ալբերտ Բազեյանին, ով երեք տարածվեց այդ տեսանյութերը, Ազատության հրապարակում տեղադրված վրան էր այցելել Ալբերտ Բազեյանը։ Ես, եթե անկեղծ լինենք, Ալբերտ Բազեյանի այն ամենասկզբի դեր իմանալով, կարդալով, լսելով, այն ամենասկզբի այն խորը շրջանի քաղաքական գործունեությունը շատ այդքան տեղյակ չեմ, բայց որոշ հանգամանքներ կային, որոնք որ ինձ կարծես կաշկանդում էին, որպեսզի ուղիղ բացասական արտահայտվեմ իր մասին, չնայած ինքը վաստակել է դա։ Այնուամենայնիվ դե ասում էի լավ դա մի եսի միշտ չի։ Բայց երեք, դա արդեն չի կարելի էլի, վրանում նստած 10 րոպե, մոտավորապես չէ, շուրջ 10 րոպե, խոսումը
ընդ որում խոսում է նախապես պատրաստված, խոսում է դա զգացվում է, էլի, որ սա պատրաստել է, հաշվարկել է, ինստիտուտը աշխատել, էլի։ Հաշվարկել է, թե որ խոսույթներն են ավելի շատ շրջանառվել հայկական իրականության մեջ, որոնք են, որ դարձել են որոշակի լեզվամտածողության բան, իրենց կողմնակիցների կողմից, սրանք համախմբել էր մի 10 րոպեանոց ելույթի մեջ, մոնոտոն ձևով, այսպես առանց ինչ-որ բաների, էմոցիաների, վատ դերասան, էլի, բանա, ներկայացնում է, 10 րոպե, շուրջ 100 ձևակերպում է անում, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, մի քանի տասնյակ մեջբերում է անում, իբր վարչապետի խոսույթից, իշխող խմբակցության խոսույթից, մեղադրանքներ, որոնք 180 աստիճան հակառակ են իրենց տրամաբանությամբ ու փաստարկներով իրականությունից, վերջում էլ մի այսպեսի բան ասում, իմիջայլոց ես սա կարող եք ուղիղ հաղորդում ընդունել հարգելի ներքին գործերի նախարարություն, որ ապրիլի 24-ին թույլ չտանք, որ իր ձևակերպմամբ այս դավաճան իշխանությունները մուտք գործեն Ծիծեռնակաբերդ։ Տեսեք, անցյալ տարի դեպքը եղավ, դուք շատ լավ գիտեք ինչ զգացողությունների մեջ էր հասարակությունը եւ առհասարակ Ծիծեռնակաբերդի մուտքը որևիցե մեկի առաջ չի կարող փագել միայն նրա համար, որ ինքը այդպես է ցանկանում, դա ժողովրդավարություն չի, դա բռնություն է հասարակության հույզերի վրա եւ անցյալ տարի եւ հասարակությանը նույնպես դիմում եմ ժողովուրդ անգամ երբ որ հեղափոխություն էր լինում 18 թվականին երբ որ ողջ հայ ժողովուրդն էր ոտքի, մենք ապրիլի 24-ի օրը հայտարարություն արեցինք ու անկախ նրանից ով ինչքան էր ատում, ինչքան չէր սիրում, ով էր իրական հանցագործները ու իրական Արցախ վաճառածները, միևնույնն է Ծիծեռնակաբերդում դա մեզ թույլ չտվեցինք անել։ Եվ պահանջում ենք, մի տարի անցել է, այն ժամանակ օրենսդրական կարգավորումներով չի ստացվում։ Դա մաքսիմում կարելի է բարոյական գնահատական տալ, չգիտեմ, ու անցնել առաջ։ Բայց մի տարի է անցել ու դուք գիտեք, եթե իրենք մի բանը մարսում են, անպայման երկրորդ անգամ են նույնը կրկնում։ Դուք այստեղ որևիցե օրենսդրական կլինի, որոշում կլինի, ինչ կլինի, ինչ որ ձևով չեք ապահովել, որ Ծիծեռնակաբերդի տարածքում նման խուլիգանություններ տեղի չունեն։ Սա խուլիգանություն է։ Եվ փորձեք սրա առաջն առնել, որովհետև Բազեյանը սրա մասին արդեն խոսել է վրանում։ Երկրորդ անգամ ես լուրջ եմ ասում, հանրությունը շատ վատ կա, այդ ոստիկանական ուժերը չեն բավարարի համաժողովրդական բախումից։ Բարոյական գնահատականը կտեսնեն, եթե հանկարծ նմանատիպ մի խուլիգանություն եղավ Ծիծեռնակաբերդում։ Եվ ինձ քիչ հետաքրքրում ում հանդեպ։ Եթե այնտեղ Ռոբերտ Քոչյանը կամ Սերժ Սարգսյանը գնում են ու մեկը ես դուրս չեմ գալիս առաջները փակեմ, մարդ Քոչարյան, ով ուրացել է ցեղասպանությունը։ Իր արտգործ նախարարի հետ հանդերձ։ Ուրացել է։ Բայց ես չեմ գնում առաջը փակեմ, որովհետև ոչ թե որովհետև դրա բանը չունեն, այլ Ծիծեռնակաբերդում, որովհետև չպիտի լինի խուլիգանություն։ Խուլիգանան նման ինչ-որ գործողություն, դա Ծիծեռնակաբերդն է։ Այնտեղ լռությամբ են հարգում հիշատակը ցեղասպանության զոհերի։ Կամ շշուկով։ Հարգելով մնացածների ներկայությունը նույնպես։ Ապա ոչ ոք չի կարող դա այնտեղ անել։ Սրա մասին խոսել է վրանում նստած։ Ոմն Ալբերտ Բազեյանը, ում վրա գործեր կան, դրա համար էլ միացել է շարժմանը, բոլորս ենք դա հասկանում։ Մի խոսքով վերադառնամ նրա խոսույթին։ Ու բան անենք, գնանք ազատագրենք Արցախը, Մեղրիից մինչև Աշոց հայ ժողովրդին ոտքի կանգնացնենք, գիտեք ինչ, այս ոտքի կանգնացնելու հետ կապված ես ոչ միայն Բազեյանին, այլ բոլոր ուժերին, ովքեր ինչ-որ կապած ուզում են ժողովրդին ոտքի կանգնացնել։ Գիտեք ինչ,
Ժողովուրդը, դուք այնքան կապ չունեք ժողովրդի հետ, հիմա ձեզ ասեմ, ժողովուրդը միշտ ցավոք սրտի ոտքի է եղել, ոտքի վրա կանգնած հետևել է, թե որդ ինչ է կանում, ու այսօր ժողովուրդը ուզում է հանգստանա, ժողովուրդը ուզում է պարկի, ուզում է նստի, շունչ քաշի մի հատ, կարող եք դա թույլ տալ, դուք այնքան քաղաքականություն բառը չեք սերտել ինչ է Իրանից ներկայացնում, որ հասարակության պուլսը անգամ չեք, դուք չեք կարող, շատ սխալ ու վատ ռազմավարություն եք ընտրել, սա ես ձեզ որպես քաղաքացի ասեմ, որ ամեն գարուն ու աշուն ինչ-որ ցնցումներ մտցնել Հայաստանի ներսում, ու ժողովրդին ցած լարած պահել, դա շատ սխալ ռազմավարություն է, որովհետև այդ էներգիան սպառվում է, չի կարող ինքը միշտ լինի, պետք է հանգիստ թողնել, հետո ինչ-որ մի պահի տևական ժամանակ, հետո այդ տևական ժամանակը երբ որ անցնի, ինչ-որ մի պահի կարելի է ինչ-որ գործողություն, ինչ-որ լեգիտիմություն հաղորդել մի խոսույթի ու դրա վրա փորձել ինչ-որ բան անել։ Այսօր ժողովուրդը ուզում է պարկի, հանգստանա, ուզում է գնա իր գործերով։ Որովհետև տեսնում է, որ դուք փուչ եք։ Սա մեկ։ Երկրորդ, որ ժողովուրդ ոտքի կանգնացնող ու Արցախը ազատագրող եք։ Արցախը ազատագրված էր։ Ինչի եք ծախում։ Ինչի եք վաճառում։ Ինչի եք փոխանակման խոսույթներ մտցնում։ Ինչու եք տարածքներ հանձնելու զիջելու բաներ անում Ալիևին, նույն Սերժով, Մերժով։ Ազատագրած էր Արցախը, ազատագրողին գնդակա հարեցիք, հենց դուք դաշնակներ, որ հիմի մտել եք վրան ու ինչ-որ բաներից եք խոսում, Արցախը ազատագրողին ազգային ժողովում գնդակա հարեցիք, ու գիտեք ինչ ժողովուրդ, մենք սա մարսեցինք, մենք, մեզ և արցախցիներին նույնպես դիմում եմ, բայց շտարանջատելով իհարկե, մենք մեր հայրենիքը ազատագրողին չպաշտպանեցինք, չպահեցինք։ Մենք շատ առհամարական վերաբերմունք ունեցանք իրական հերոսների ու ազատագրողների հանդեպ, որոշ խամաճիկների հերոս անվանելով։ Դա նույնպես մտքի ու բարոյականության դեգրադացիա էր, որը 30 տարիներում տեղի ունեցան, որովհետև այսպես անձնական շահերի հետևից էին ընկած մարդիկ։ Այդտեղ է խնդիրը։ Եվ գիտեք ինչ, այդ պարագայում այն խենթ ու խելար տղերքը, ովքեր միշտ են պատրաստ հերոսանալ բոլորիս համար, նրանք նույնպես հիասթափություններ ապրեցին։ Ու հիմա այնքան էլ անձնազոհությունների պատրաստ չեն, եւ դա ցավալի է։ Ում համար։ Ում։ Հանուն պետության, հանուն հայրենիքի, իհարկե էլի առաջինը իրենք են զենք վերցնելու գնալ։ Ու սրած նմանները, չգիտեմ, մկանցակից դուրս չեն գալու, եթե պատերազմն են, որ գնացեք, կռվեք, ազատագրենք։ Բա ոտքի կանգնեցնող եք։ Բա մի կողմից ասում եք Հադրութի թիկունքը բաց էր, Հադրութը դրա համար գրավեցին, բա ուր էր այդ բանը։ Մյուս կողմից ասում ենք թողել փախել են հազարավորները, ցած եկել նկարվել թողել փախել են, դուրս եք գալիս ասում եք, «Վայ, ես ինչ ասում»։ Աննա Հակոբյանը ասում է 11000 հոգի պայ, հա տվյալը ասում հստակ, բա իմացեք, դժվար է չէ ընդունելը։ Դժվար է ընդունելը։ Բա գիտեք ինչ, երբ որ գնում ենք ռազմաճակատ, գնում ես անուն ազգանունով, ստանում ես ֆորմա, ստանում ես զենք։ Հետո հանձնում ես այդ զենքը։ Եթե այնտեղ մի օրից ես հանձնում կամ 2 կամ 3, դա երևում է ու հաշվարկվում է։ Ես ընդ որում այդ շուտ փախածնեմ բան չեմ ասում։ Դե մի մարդ են, այստեղ մի քիչ ուրիշ է, հասնում են մարտի դաշտ, իրականությունը մի քիչ ուրիշ է, կարա ազդի, կարա մարդը վախենա, ես բան չեմ ասում։ Բայց հետո մի ճոռոմ խոսեք։ Այդ ճոռոմ խոսելն է մեր բոլորիս տունը քանդել։ Այն որ 5 միլիարդի միայն ռուսական զենքը գնում էր Ադրբեջան, մենք այստեղ օդի բանալիները ռուսի ձեռը հանձնած նստած ենք,
ու ասում են կռիվ-սկսի Բաքու կհասնենք։ Այդ ճոռոմ խոսելն է մեր տունը քանդել։ Մի հատ նորմալ գեներալ չտեսանք, ով մեկ-երկուսը կլինեն։ Ով կոնկրետ գիրք է գրել, մի ուսումնասիրություն, մի մասնագիտական, չգիտեմ ինչ, մի հետ կա թողել, կրթական, ռազմակրթական։ Ում հարցնում իր գեներալ էր, հիմա էլ կան, մեկ էլ գալիս են ասում ես գեներալ եմ։ Իսկ դու գիտես, որ եթե դու գեներալ լինես իրապես, կարիքը չի լինելու քո ներկայանալու։ Գեներալը այնպիսին է լինում, որ նայում ես ու դու զգում ես, որ չկա գեներալ, որ անկախ քեզանից մեծ հավաքվում զգաստանում ես։ Այնիշ 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ իսկական գեներալները հենց զինվորներն էին, շարքային զինվորները։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք։ Սիրելի արցախցիներ, եւ սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, սիրելի հայ ժողովուրդ։ Թե Արցախը, թե Հայաստանը գումարի տեսքով այս սրանց գրպաններում էր։ Իհարկե, էլի շատերը կասեն, բա ինչի դատված չեն։ Ես անկեղծ կլինեմ։ Ես չեմ կարծում, որ բոլորը, եթե դատել ասելով նկատի ունենք կամերներում խցերում նստելը, ես չեմ կարծում, որ բոլորը կնստեն խցերում, որովհետև այդտեղ խնդրահարույց բաներ կան, ժամկետանց գործեր, ասենք այդ վաղեմության ժամկետ եւ այլն, որ կարող են կիրառվել։ Բայց հակակոռուպցիոն իմաստով այս նույն հայտարարագրելու, որի դեմ սենց ըմբոստանում ենք, այս իմաստով, որ կառավարությունը անդադ մտցում է այս մեխանիզմները վերահսկելու, հնարավոր է հետ բերել, իսկ հետ բերվում է, շատ մեծ գույքեր են հետ բերվում, շատ գույքեր, եւ ընդհանուր առմամբ ինչքան շատ գույքեր են հետ բերվում, այնքան շատ են ոռնում, այնքան բարձր են ոռնում հայրենափրկիչները։ Ոնց էր Վարդան Ղուկասյանն ասում, այս այգին ասում է ես եմ սարքել, այ սարքածս այգին է։ Հետո նայում ես այդ այգին համայնքինն է եղել, սեփականացրել, բոլորի այգին է եղել, քաղաքային այգին է, սեփականացրել է այդ այգին, ու քանի որ սեփական իրանն է, սարքել է փող աշխատում։ Ես եմ սարքել, ասում եմ, որ գողացածը բերել լավության տակ ցույց էին տալիս, ու կար հասարակության հատված, որ գնաց ձեն տվեց։ Ասում, հա, սարքել է, հենա։ Էլ չի ասում, որ դա իրեն է պատկանում, ու նա պարտավորություն ունի, որ այդ այգին պիտի կառուցապատված լինի հասարակության համար, որովհետև քաղաքապետ է եղել։ Բայց ոչ թե սեփականաշնորհելուց հետո, իրենով անելուց հետո, այլ ճիշտ հակառակ, հասարակության համար։ Այս ու քանի դեռ այս տրամաբանությունը չունենք, օգտագործվելու է թե 5-րդ Շարասյան կողմից, թե Ալիևի կողմից, այն որ Ալիևի ամեն ասած չասած վերցնում կներեք այդ բառից համար նաղդում են մեր հասարակության վրա։ Հենց դրա համար են անում։ Հիմա էլ սահմանադրության հարցն է մտել, հիմա չէ, ահագին ժամանակ է քննարկվում։ Ալիևն ասում է, ես դիտում էի աշխատանքի գալուց, դիտում էի Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցը։ Շատ իսկապես էլի ծիծաղելի բան է ստացվում, էլի, եթե այդ տրամաբանությամբ են գնում։ Հիմա մտել է, չէ՞, Սամիլ։ Քանի որ շատերը չեն էլ կարող բանավոր ձևակերպել, ուղղակի այնքան են լսել, որ իրենց մեջ արդեն տենց է նստած, որ եթե սահմանադրությունը փոխում ենք, եթե Ալիևի ճնշումով է լինում, ինչի է Ալիևի ճնշումով լինում, որովհետև Ալիևը ասում է, Հայաստանի սահմանադրության մեջ տարածքային պահանջների ակնկալիք է տեսնում։
Ուրեմն հեսա որ հանկարծ սահմանադրական հանրակրվե լինի պետքա գնալ ոչ ասել ես է Տալիևի ինչն եմ ասել։ Սա Միքայելյանի ամենապրիմիտիվ կոմբինացիան է, որը կիրառվում է հայ ժողովրդի դեմ։ Հիմա լսեք հարգելի հայ ժողովուրդ, եւ ճիշտ ասում հիմա Արամ Սարգսյանը։ Եթե մենք Սահմանադրություն փոխելով կլինի թե ոնց կամ վերաձևակերպ փոխել նշի որ ծերից ծեր փոխվելու է, այլ կարող է մի քանի կետեր հարմարեցվեն, որոնք ավելի հարմար կդարձնեն իրավական առումով պետության կառավարումը։ Հիմա ու են խնդրահարույց մասերն էլ Հրայր Թովմասյանական դուրս կգան արանքից։ Հիմա ասենք եթե մենք հզորանանք ու ինչ որ մի պահի հարցակվենք Ադրբեջանի վրա տարածքային պահանջներ ներկայացնենք, այդ տրամաբանությամբ Ալիևը դիմելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, ասի ձեր սահմանադրությունը ձեր զինվորները խախտել են, մտել են մեր երկրում կռիվ են անում։ Իսկ ասենք իսկապես էլի չի ստացվում էլի, այդպես չի էլի։ Բայց քանի որ կա հասարակության մի լայն շերտ, ով կարա 1000 կներեք, այս կուտը ուտի, ապա ինչու այդ կուտը չփռել նրանց առաջ։ Հասկանում եք։ Ոնց որ այդ մեկը գնա իր տան համար, տան անդամների համար ջուր առնելու խանութից։ Մեկ էլ դուրս է մի հատ խուլի գա, ցան ասի, արա հələ վազելով գնա ջուր առ ձերոնց համար։ Գնում էր ջուր առնելու։ Ու սա էլ ինա դնգնի, ասի, դե որ դու ես ասում, ես էլ ջուր չեմ առնի։ Այս ես մեծ ապուշ կոմբինացիա է ստացվում, հասկանում եք, որի հետևից գնում եք հիմա։ Իսկ մեր սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի, հատկապես եթե մենք սկսում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական խարծեր ստորագրում, Եվրամիության հետ սկսում ես ավելի լայն կոնցեպտներով աշխատել եւ այլն եւ այսպես շարունակ։ Ու Ռուսաստանի հանդեպ էլ որոշ արդեն բաներ ես ներկայացնում պրինտեզիաներ։ Եվ ունես խնդիր Հայաստանի Հանրապետության սահմանազատումը, սահմանագծումը բնային դեպս արևելյան թշնամի հարևանի հետ բան անել, ամրացնել սահմանագծումով ու սահմանազատումով։ Հիմա մի զազրելի բան Արցախի սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն։ Արցախի ազգային ժողովի падգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել է, որ փոփոխությունները արվում են մեկ նպատակով՝ ապահովել պետական ինստիտուտների գործունեության անընդհատությունը։ Նախագիծը ազգային ժողովը արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է։ Գերագույն դատարանը տվել է դրական եզրակացություն, երկրորդ ընթերցումը սպասվում է։ Գիտեք ինչի մասին է խոսքը։ Ուրեմն ազգային ժողովի են Արցախը ծախած ու փախած, Թուրքին տված ու փախած այս գործիչները որոշել են, որ իրենց Արցախի ազգային ժողովը Հայաստանի Հանրապետությունում կարող է գործել եւ ոչ միայն ազգային ժողովը, այլ պետական ինստիտուտների գործունեության անընդհատությունը նույնպես պիտի լինի, այսինքն նախարարություններ, բաներ, ինչ որ Արցախյան առաջին ընթերցմամբ էլ ընդունվել է Արցախի գերագույն դատարանի կողմից տրվել է դրական եզրակացություն, երկրորդ ընթերցում էլ է լինելու։ Հիմա ուզում եմ հասկանալ այս սահմանադրությունը, որին պետքա, ասենք Հայաստանի Հանրապետությունում թեկուզ նույն Լեռնային Արցախի Արցախից էթնիկ զտման ենթարկված քաղաքացին պիտի ենթարկվի հիմա Արցախի սահմանադրությանը Հայաստանի Հանրապետությունում կամ մշակույթի նախարարության հետ Արցախի Հայաստանում ինչ որ միջոցառում պիտի անի, ասենք կամ պաշտպանության բանակը ինչ պիտի անի Հայաստանի Հանրապետությունում պիտի զորակոչի բանակ արցախցիներին ասենք այս ինչ է Հայաստանի Հանրապետությունում այս ամեն ինչը
մի հատ պետությունում, լավ, մի հատ պետությունում այս ամեն ինչը կարա լինի։ Սա ինչ ցինիզմ է, սա ինչ է։ Երևակայական աշխարհ կարող է մի օր էլ Արցախի հանրապետության այս պաշտպանական բանակը, այդ պետական ինստիտուտներից մեկը որոշի հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա օրինակով։ Արցախի ոստիկանությունը որտեղ է աշխատել, ասենք, ես չեմ կարողանում հասկանալ, սա ինչ է։ Այս ցնդաբանության սիրահարները կառավարել են Արցախը, լուծարել են Արցախը, ու այսօր ուզում են համոզել, որ Հայաստանի իշխանություններն են Արցախը հանձնել, սրանք այս տիպն է, այս տիպի մարդիկ են կառավարել Արցախը, բա բնականաբար պիտի կորեր Արցախը, բա ինչ պիտի լիներ արդեն, պիտի էթնիկ զտման ենթարկվեր, բա ինչ պիտի լիներ, կներեք ես չեմ արտարացնում բնականաբար դա, բայց երբ որ նայում ես, թե ում հետ են գործ ունեցել Արցախի ժողովուրդը, ովքեր են եղել այս ժողովրդին կառավարողները, նայում ես, որ կարող էր սա լինել, սա Ալիևի համար շատ հեշտ բան էր, դիմադրություն էր, որը հանգիստ հաղթահարելի էր։ Ցնդաբանություն է սա։ Հիմա լավ, սրա մասին հիմա խոսեցինք, չնայած խոսելու բան էլ չկա այդտեղ։ Հիմա կարող ենք իմանալ, ու ինչ պիտի արվի, իսկապես այս դեպքում ինչ է արվում։ Ես առաջարկ ունեմ։ Իրենք իրենց օտարում են Հայաստանում, հասկանում եք, անգամ ինձ թվում էր առաջարկ ունեմ, բայց չէ, դա չի ստացվում, որովհետև այդ մարդիկ չեն օտարում իրենց։ Օրինակ ասենք Հայաստանի քրդական համայնքը որոշի սահմանադրություն ունենա, պետական ինստիտուտներ ստեղծի ու Հայաստանում տենց ինքն էլ իրանով տենց կառավարվի։ Ես դիական համայնքը, հրեական համայնք, մի խոսքով մալականները մեր շատ սիրել։ Ասենք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ասենք Հայաստանի Հանրապետությունը ուզում են վերածեն Հայաստանի Դաշնության, էլի։ Մասնատում են, էլի։ Դրանով էլ մի հատ էլ օրինակ են ծառայում, էլի։ Ես լիքը ռուսներ են եկել ահագին լծվել։ Ասեն դե բա եթե իրանց կարելի է մեզ ինչի չի կարելի, հետո ինչ ազգությամբ ռուս ենք, բան եք, դուք ազգայնական եք, որ sense բաներ եք անում։ Նացիստ եք։ Դե որ նացիստ եք, եկեք դենացիֆիկացիա անենք Հայաստանում։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Էսով են։ Ու ես հիմա պիտի ընթերցեմ Սյոպա Սաֆարյանի գրառումը, հիանալի գրառում, այս ամեն ինչի վերաբերյալ, էլի, եւ կխնդրեմ ժողովուրդ ջան, հատկապես շատ սիրելի արցախցիներ ջան, ուշադիր լինել տողատակերին, տեսեք, այստեղ սա մեղադրական բան չի, սա այնքան չի, որ դուք ասում եք մենք էլ ձեզ ենք մեղադրում, սա բան չի ինքը, սա իրականությունն է, որտեղ ապրել ենք, չեք կարող համոզել, որ մենք այդ իրականությունը չենք ապրել, հասկանում եք, որովհետև այդտեղ փաստեր հիմնավորումներ կան։ Տեսեք։ Իրենց նախագահության 2 տասնամյակներում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վարած Արցախյան քաղաքականության սկզբունքը, ինչպես բազմիցս եմ ասել, եղել է քուչի կամ գեղի, չշփոթել գյուղի հետ, շուստրիությունը։ Ինչպես ուզեցել, ինչպես պահանջել է իրենց գրպանի, աթոռի շահն ու ագահությունը, այդպես ծռմռել են Արցախյան խնդիրը, ու դա փորձում են անել նաև այսօր, մոլորեցնելով արցախահայության մի խմբի։ Խոսենք բացառապես փաստերով, որոնք վավերագրված ու անփոփոխելի են մեր պատմության մեջ։ 98 թվականին հանուն Հայաստանում իշխանազավթման օրինականացման, թե իբր Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը նույնն է ու ինքը կարող է հավակնել Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալ։ Այդպես համոզեցին, էլի, ասացին նույն բանն է, ինչ տարբերություն Արցախ թե Հայաստան։
Բան է, ես կարող եմ դառնալ։ Որ ասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը չի բավարարում օրենքով։ Ուրիշ տարբերություն, նույն բանն է։ Այստեղ մի հատ տենց համոզինցին։ Ռոբերտ Քոչարյանը հերոստա ելույթներում մի քանի անգամ հայտարարեց, որ բանակցություններում Հայաստանը պետք է ներկայացնի Արցախին։ Այսինքն Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Արցախի հարցն ավելի ընդգրկուն է, ընդհանուր Արցախի փոխարեն լուծման տարբերակ բանակցելն ու դրա համաձայնության տալը, ինչը անհնար չկա տենց միջազգային բան։ Քան մինչ այդ եղել է, այսինքն Արցախի հանդեպ Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթներին վերաբերելը, Արցախին ֆինանսապես ռազմաքաղաքական առումով օժանդակելը։ Ռոբերտ Քոչարյանն այս գիծը վարել է մինչև 2008 թվական իր պաշտոնավարման ավարտը։ Նրան հաջորդած Սերժ Սարգսյանը խոշոր հաշվով շարունակել է այս գիծը։ 2008 թվականից ռուսական հովանու ներքո նաև Արցախի անունից Հայաստանը մտցնելով Մայնդորֆյան երակողմ ֆորմատի մեջ ու երկու հայկական պետություններին 2015 թվականի վերջին կանգնեցնելով փակուղու առաջ։ Կամ ընդունում են ռուսական Լավրովյան պլանը, կամ պատերազմ։ Ստացանք ապրիլյան քարորյա պատերազմ, քանի որ 15 թվականի վերջին Սերժ Սարգսյանը ետ կանգնեց ու չհամաձայնեց Լավրովյան պլանին։ Այս առումով նրան քննադատեց անգամ Պուտինը 2020 թվականի նոյեմբերին։ Ըստ որում ռուսական Լավրովյան պլանին ֆորմալ համաձայնությունը պետք է տար պաշտոնական Երևանը, բայց ոչ Ստեփանակերտը։ Բայց հասկանալիորեն Սերժ Սարգսյանը պարտավոր էր Ստեփանակերտին հակել դրա համաձայնությանը, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ազգային ժողովում ընդունված որոշմամբ էին պարտավորվել օգտագործել Արցախի վրա Հայաստանի ազդեցությունը նրան կարգավորման տանելու համար։ Երևանից ստանձնած այդ միջազգային պարտավորության լույսի ներքո էլ Սերժ Սարգսյանը Արցախում խորհրդարանի խմբակցությունների հետ փակ հանդիպմանը հորդորել էր համաձայնել, այլապես տարիներ անց կերքեն Ստեփանակերտ։ Կհիշեք հայտնի խոսույթը մուշ ղարս Ստեփանակերտ։ Միայն 2016 թվականի ապրիլյան քարորյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը գիտակցեց, որ իրեն ու Հայաստանին դեմ են տվել պատին։ Քարորյա պատերազմը կանգնեցվել է վերջնաժամկետով, որ Հայաստանը հլու հնազանդ կատարի ռուսական պլանի պահանջները, ադրբեջանական հավելյալ պահանջներով 5 շրջանից բացի, որոնք Սերժ Սարգսյանի Հայաստանը պատրաստ էր վերադարձնել թեկուզ վաղը, ամբողջը Հետո դրա մասին պիտի անկեղծանար ու ասել դե մենք անընդհատ զիջում ենք, բայց իրանք նորանոր պահանջներ են դնում։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը հիշեց, որ Արցախը ժամանակին եղել է բանակցությունների ինքնուրույն կողմ, որը Իմիջայլոց Քոչարյանն էր հանել, որ նա ֆորմալ պետք է մասնակցի բանակցային գործընթացին ու ինքը համաձայնությունը տա, բայց արդեն ուշ էր, Հայաստանի վրա դրված էր վերջնաժամկետ մինչև 2020 թվական, Ադրբեջանին վերադարձնել տարածքները, ինչը 16 թվականի աշնանը մեր ինստիտուտի փակ քննարկման ընթացքում բերանից թռցրեց Սերժ Սարգսյանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյան, բառացի մեջբերում եմ, եթե Հայաստանը կարողացավ դիմանալ հաղթահարել 20 թվականը, դրանից հետո լավ կլինի։ Իշխանազրկումից հետո Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը ընդդիմության կարգավիճակում փոխեցին մոտեցումը։ Իրենց լրատվամիջոցների կողմից ամենօրյա ռեժիմով լայնորեն տարփոխվող Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել, որ հողերը տա նարատիվի շրջանակներում նրանք Արցախի նախկին նախագահների վրա իրենց ազդեցությունը լիակատար օգտագործեցին, որպեսզի հակադրվեն Փաշինյանի վարած քաղաքականությանը, արցախյան խնդրով։ Արցախում Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների հայտնի համատեղ նիստում Արցախի քաղաքական էլիտան, եթե կարելի այդ բարձր եզրույթն օգտագործել այդ խմբի հանդեպ, պահանջում է Հայաստանից, որպեսզի բանակցություններում անսակարկելի կարմիր գիծ հռչակվի անզիջումայնությունը։ Հայաստանը բավարարում է Ստեփանակերտի այդ պահանջը, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող խոսել Արցախի անունից,
քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ընտրությանը արցախցիները չեն մասնակցել եւ նման մանդատ չեն տվել, ավելին նրանք ընտրել են իրենց ընտրովի ու ներկայացուցչական մարմիններին, իշխանություններին։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց խամաճիկային նախագահները այլևս նախկին, մեր մեծ ազդեցություն ունեին Արցախի նորընտիր իշխանությունների վրա, միանգամայն գոհ էին իրավիճակից, երբեք չվիճարկեցին դա, քանի որ Հայաստանի այդպիսի դիրքորոշումը թույլ էր տալիս Արցախի իշխանությունների կողմից իրենց ցանկալի քաղաքականությունը վարել անհրաժեշտության դեպքում հակադրվել պաշտոնական Երևանի գծին։ Ավելին, նաև Ռոբերտ Քոչարյանը, Վիտալի Բալասանյանը անթույլատրելի էին համարում որևէ կերպ Արցախը Հայաստանի մաս համարելը։ Այսինքն պահանջում էին, որ Հայաստանը Արցախի հանդեպ մնա բացառապես անվտանգության երաշխավոր լայն առումով, ֆինանսները, սպառազինությունը, զինվորներ տա եւ ոչ մի կերպ չխառնվի Արցախի անկախ պետականության գործերին, բանակցություններում չխոսի նրա ճակատագրից կամ Արցախապատկան հողերի փոխզիջման հարցերով չխոսի։ 2020 թվականի պատերազմից հետո նրանք երկար ժամանակ անթակույց փորձեր արեցին Արցախում գանկեց անել Արայիկ Հարությունյանին միայն նրա համար, որ վերջինս չէր հակադրվում պաշտոնական Երևանի որդեգրած քաղաքական կուրսին, որի նպատակն էր Արցախի մնացած տարածքում միջազգային մանդատի ներքո առնվազն ինքնավարություն ձևավորելը, որի հարցում միակ շահագրգիռ դերակատարը Արևմուտքն էր, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը։ Կանխելու համար այդ հեռանկարը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան դուետը իրենց սպասարկու ուժերով ուղղակի հետապնդեցին Արայիկ Հարությունյանին այդ նպատակով ռուսական պասով ներմուծեցին Ռուբեն Վարդանյանին, որպեսզի նա Արցախի իշխանական վերնախավում Հայաստանի որդեգրած քաղաքականությանն ընդդիմանալու, այն քննադատելու սերմերցանի 23 թվին Արցախում տեղի ունեցած սեպտեմբերյան նախագահափոխությունը դրա կուլմինացիան էր, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրապարակային ազատության հրապարակից գոհունակություն հայտնեցին այդ փոփոխությամբ, շեշտելով, որ դրա արդյունքում Հայաստանն այլևս չի կարողանա Ստեփանակերտին պարտադրել իր քաղաքականությունը եւ Ստեփանակերտը իդեմս նոր եւ միակ դաշնակցի Ռուսաստանի այլևս հակադրվելու է պաշտոնական Երևանին, բեկում է մտցնելու գործընթացներում ու շուտով արդյունքները տեսանելի կլինեն։ Ու զարմանալիորեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ընդդիմադիր արցախյան քաղաքականության դիրքորոշումը բացառիկ նույնական է եղել Ալիևի պահանջի հետ։ Եթե Ալիևը հայտարարում էր, թե Ադրբեջանը Հայաստանի հետ չի պատրաստվում խոսել Արցախի հարցով, քանի որ դա իր համար ներքին հարց է, որի պատճառով էլ միջնորդները Հայաստան-Ադրբեջան նորմալացումն առանձնացրեցին Արցախ-Ադրբեջան բանակցություններից, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան տանդեմն էլ գտնում էին, որ Հայաստանը իրավունք չունի Ադրբեջանի հետ բանակցություններում ներկայացնել Արցախին, բայց իհարկե այն հիմնավորմամբ, թե դա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չպետք է լինի։ Աննմանությունը։ Արդյունքները ռուսական համաձայնությամբ Արցախի հայաթափումն էր։ Ես ներողություն եմ խնդրում, մի փոքր ժամանակը չարաշահել եմ։ Պիտի ամբողջը ընթերցեմ։ Հիմա էլ Արցախահայության խնդիրների քողածածկույթի տակ այս տանդեմը պահանջում է ճիշտ հակառակը։ Հիմա էլ հակառակն է ասում։ Ասում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում պետք է լինի Արցախի հարցը։ Նույն մարդիկ, ովքեր ասում են չպիտի լինի։ Հիմա ասում են պետք է լինի Արցախի հարցը, որպես Ադրբեջանից տարածքային պահանջ կամ նվազագույնը Արցախահայության կոլեկտիվ վերադարձ իրավունքը, բայց ոչ Ադրբեջանի իրավազորության ներքո։ Հիմա էլ են Ալիևի հետ նույնական, ընդ որում մասամբ այս ձևակերպումից։ Այսպիսով Հայաստանի ու Արցախի գլխին կատարյալ պատուհաս դարձած այս դուետը իրենց մետաստազներով, որ ինքզին կկոչեն քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ 98-ից 18 թիվը, երբ իշխանություն էին, պնդել են, թե Արցախի հարցը լայն օրակարգով ընդཐུպ մինչև Արցախի փոխարեն որոշումներ կայացնելը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ 18-ից 20 թվերին, երբ ընդդիմություն էին, պահանջել են, որ Արցախն ինքը հանդես գա իր անունից ու Հայաստանը անգամ չորոշի ազատագրված տարածքների հարցը։ Առավել ևս Արցախի ճակատագիրը ու միջազգային բանակցություններում միայն պնդի Ստեփանակերտի պահանջը։
20-ից 23 թվերին ամեն ինչ արել են Արցախում այնպիսի իշխանություն ունենալու համար, որը կհակադրվի Երևանին ու թույլ չի տա, որ պաշտոնական Երևանը Արցախի հարցն իր վրա վերցնի։ Եվ 23 թվականի աղետը հասունացնելուց հետո էլ հայտարարում է, թե Արցախի հարցը պետք է լինի Հայաստանի ներքին քաղաքականության օրակարգ։ Ու այս խայտարակ զիգզագները վարած դուետը քուչի գեղի շուստրությունը փորձել է միջազգային հայցաններում վաճառել հետևողական քաղաքականություն ու ինքն իրեն ու մեզ համոզել է, թե միջազգային հանրությունն դրան լուրջ են վերաբերել կամ վերաբերում, երբ ամեն օր կարող է քաղաքականության մեջ օրակարգ փոխել, լայնացվել ու նեղացվել կամ ընդհուպ վերացվել։ Ու մտահոգիչ է, որ Արցախահայության ու Հայաստանի Հանրապետության հասարակության մի փոքր, բայց պատկառելի խումբ կարող է գնել այս հիմարությունը, կրկնել ու դիմացինին համոզել, թե նրանք Արցախ են պահել։ Ու Արցախը կորցրել է միայն 20-23 թվերին։ Իսկ եթե այդ խավերը թակած ունեն միջազգային հարաբերություններում թույլ տված նման վտանգավոր զիգզագների վրա ու պնդում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պետք է այդպիսին լինի կամ Հայաստանի Հանրապետության պարտադրում են օրակարգ վերցնել, մի օրակարգ, որն այս պահին կլինի միջուկային զենք Հայաստանի Հանրապետության տակ դրված, ապա նրանք պարզապես վտանգ են պետության ու հասարակության համար։ Ասվածը ամենևին չի նշանակում, թե Հայաստանը իսպար պետք է մոռանա կատարվածը կամ համակերպվի Արցախահայության կոլեկտիվ ու անհատական իրավունքների խախտման հետ, մարդկության դեմ կատարված հանցագործությունների հետ։ Սա բացարձակ այլ մոտեցում ու այլ օրակարգ է պահանջում, որը որևէ աղերս չունի Ղարաբաղյան կլանի պարագլուխների պետականակործան դիրքորոշումների ու զիգզագների բերած օրակարգի հետ։ Հուսամ ըմբռնոցիկ ինչքան այստեղ բաներ կան։ Իհարկե կարելի է ամեն ինչը մանրամասնել, վերցնել ու շատ ավելի երկար զրուցել, բայց եթե վաղուց ավարտել, մենք վաղուց շարաշահել ենք ժամանակը, ուստի ես սիրով ձեզ բոլորիդ ասում եմ, եթերում ազատ շփումներ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։